Տեսնեք, ոնց որ դուք ինձ ասում եք, պետք չի։ Կլիենտ եք կորց։ Դա իմա։ Էտա։ Սկսեմ։ Վրոդի ես չի կարող շատ նայել։ Վերջին տարիներին ինչու է լիպոսակցիայի նկատմամբ հետաքրքրությունը այդքան մեծացել։ Քանի որ ամբողջ աշխարհում տրենդային վիրահատություն է բավականին դարձել լիպոսակցիան եւ պարապմունքների միջոցով հատվածներ կան, որտեղ որ չեն կարողանում նիհարեցնել պարապմունքներով, այդ լիպոսակցիան օգնում է այդ ճարպային թակարդները, այսպես ասած լավուշկաները, որպեսզի դրա միջոցով հեշտ կարողանանք ազատվել լիպոսակցիայի շնորհիվ եւ նաեւ կարող ենք լիպոսակցիայի շնորհիվ կատարել լիպոֆիլինգ այն հատվածներում, որոնք պրոբլեմատիկ զոնաներ են համարվում նստատեղի ծավալի մեծացման համար կամ ազդրերի հատվածում փոսիկների դեֆիցիտի լրացման համար, այդ ամենի հետ մեկտեղ շատ պահանջարկը ավելի շատանում է մեզ մոտ եւ ամբողջ աշխարհում։ Շատերը լիպոսակցիան նույնացնում են նիհարելու հետ, որքանով է դա ճիշտ։ Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ լիպոսակցիայի միջոցով գրեթե չի նիհարում պացիենտը, ամենաբարձր քաշը, որ կարող է գցել, մոտ 2 կիլոգրամի, մաքսիմում 3 կիլոգրամի կարգի է լինում։ Լիպոսակցիան կատարվում է ավելի շատ մարմնի կոնտուրները ձևավորելու, ավելի գեղեցիկ դարձնելու համար, ոչ թե նիհարելու նպատակով։ Նիհարելու համար կամ պետք է զբաղվել սպորտով, դիետայով եւ կա բարիատրիկ վիրահատություններ, այսինքն ստամոքսի փոքրացման հետ կապված վիրահատություններ։ Որ դեպքերում է լիպոսակցիան լավագույն լուծումը, իսկ որ դեպքերում ոչ։ Այն դեպքերում ճիշտ չէ կատարել, երբ որ ունենում ենք մաշկի ավելցուկ որովայնի շրջանում, հա, կամ մեջքի շրջանում, այսինքն որը որ պետք է կատարել կտրվածքով եւ ձգել։ Քանի որ երբ որ կատարենք լիպոսակցիա ավելցուկ մաշկ ունեցող մարդու մոտ, հա, ավելի կախվելու է մաշկը։ Այդքանը չի կարող կրճատվել լիպոսակցիայից հետո։ Դրա համար պետք է կատարել կտրվածք, այսինքն կամ աբդոմինոպլաստիկա, կամ մեջքի հատվածում body lift ենք կատարում, որը որ կտրվածքի միջոցով ձգվում եւ հեռացվում է մաշկ ենթամաշկային հատվածը եւ ունենում ենք լավ արդյունք։ Իսկ լիպոսակցիան ավելի շատ կատարվում է այն ժամանակ, երբ որ կամ ծննդաբերած չեն լինում, կամ քաշի մեծ կորուստ չի լինում, մեծ տատանումներ չեն լինում, այսինքն մաշկը ձիգ է, ուղղակի որոշ հատվածներ ցանկանում են ավելի ընդգծված սարքել։ Այդ դեպքում լիպոսակցիան իհարկե ավելի ճիշտ է, քան կտրվածքով վիրահատություն կատարելը։ Հնարավոր է այդ երկու վիրահատությունները միանգամից իրականացնել։ Այո, իհարկե հնարավոր է կատարել այն դեպքում, երբ որ ունենք եւ ավելցուկ մաշկ եւ կողմնային հատվածներում կամ որովայնից, այսինքն պորտից վեր ընկած հատվածներում ավելցուկ ճարպային շերտ ունենք, այդ դեպքում կատարում ենք նաեւ լիպոսակցիա աբդոմինոպլաստիկայի հետ միասին, այսինքն համ ավելցուկ մաշկն ենք հեռացնում, համ այն հատվածը, որը որ հեռացնելու զոնայից դուրս է մնում եւ ճարպային կարող է ավելի վատ ուրվագից տալ, այդ դեպքում լիպոսակցիան համադրում ենք աբդոմինոպլաստիկայի հետ միասին։ Մի հատ հարցել էի ուզում տալ, ունեցել եք դեպք, երբ որ պացիենտը դժգոհ է եղել արդյունքից։ Եղել է։ Կպատմեք։ Դες մանրամասները դες բուրըն չի եղել, զուտ եղել է ժամանակ, որ զգուշացրել են, որ ժամանակա պետք է ամեն ինչ այտուցները իջնելու եւ այլնի, հետո կռիվ արել, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս ես ամենասկզբից ասել եմ, որ կես տարի է տևելու այդ ամեն ինչը, որ իրա տեղը լինի, կես տարի հետո ոնց որ տենց մինչեւ 3 ամիսը տենց շատ վատ ձևերով ոնց որ ինձ անհանգստացնում էր ամեն անգամ ասելով բայց ինչա ես sense բանի համար չեկե վիրահատվել եւ այլն ես համբերատար հասկանալով որ կես տարուց շտկվելու է իրանց ասած բողոքը ասում կանցնի հետո կես տարի հետո տենց կորավ քանի որ գոհեր արդյունքից հետո որտեղ պատահաբար մի տարի անց ոնց որ տեսել եմ ասել եմ հա ոնց է կներեք ես չէի վստահում բան որտեղ դե ինձ է հասկացեք առաջի անգամ նման բանում անցնում իմ ընկերուհին արել էր եւ այլն ասում դրա համար զգուշացնում ենք որ պետք չի ընկերուհուն կամ հարևանին լսել ոնց է ընթանում վիրահատությունը ինչ ամեն մեկի մոտ մի ձևը լավացումը պետք է բժշկի հետ ուղղակի ոնց որ վստահությունը լինի ու կապ հաստատվի էլի բժիշկը համբերատար կպատասխանի բայց երբ որ տեսնում է որ ոնց որ չեն ուզում իրան վստահեն ու չեն լսում չեն անում խորհուրդները տրված եւ այլն այդ դեպքում ոնց որ չի լինում էլի փոխհամաձայնություն պետք է լինի
Տեսա ու ասեց ամաչում եմ ուղղակի ձեզ ասեի, որ շատ գոհ եմ, դաժե ձեզ մի քանի հոգու խորհուրդ եմ տվել, հիմա չգիտեմ այդ եկան թե չեկան, ամենայն դեպս իմաստն էր, որ ինքը ուղղակի ամաչում էր, քանի որ չէր հավատում, բայց ինքը իր աչքով համոզվեց, որ զուտ ժամանակ էր պետք էլի այդ ամեն ինչը վերականգնվելու համար։ Որքան կարևոր է ապրելակերպը վիրահատության արդյունքը պահպանելու համար։ Շատ կարևոր պայման է համ հետվիրահատական շրջանը, համ ապրելակերպը լավ կլինի մեր բոլոր վիրահատություններից հետո, որը կախված է մարմնի հետ, այսինքն երբ որ կատարում ենք աբդոմինոպլաստիկա կամ լիպոսակցիա եւ այլ վիրահատություններ, ցանկալի է մարզվել որոշ ժամանակ անց, որը որ բժիշկը խորհուրդ է տալիս եւ ասում է կարելի է արդեն պարապել, քանի որ այդ ֆիզիկական աշխատանքից ավելի ձգվում է հա մարմինը եւ օգնում է մեր արդյունքին միայն բարելավելու համար։ Այսինքն եթե վիրահատությունից հետո թյուր կարծիք է մարդկանց մոտ, թե վերջ որ վիրահատվեցի, էլ այդ ճարպը չի լինի կյանքում կամ ինչ ուզեմ կարամ նույն սննդակարգով ամեն օր բուրգեր ուտեմ, թե չգիտեմ ինչ ուտեմ, այդ սխալ է, էլի, այսինքն պետքա պահպանել ու մտածել, որ վիրահատությունից հետո օրգանիզմը պետք է պատրաստ լինի, որպեսզի այդ ամեն ինչը չշարաշահվի, քանի որ նստած կյանք ապրելը, վարելը եւ նման ֆաստ ֆուդերը չարաշահելը էլի գիրացնելու է ամեն դեպքում։ Դրա համար ճիշտ կլինի մի քիչ հետևել կամ սննդակարգի կամ սպորտի ձևով, էլի ամեն դեպքում սպորտը կյանք է։ Ծննդաբերությունից հետո որքան ժամանակ անց կարելի է դիմել մարմնի մոդելավորման վիրահատությունների համար։ Գերադասելի ժամանակահատվածն է 10 ամսից մինչև 1 տարի ամենաշատը, որպեսզի եւ օրգանիզմը հասցնի վերականգնվի ծննդաբերական այդ ամբողջ ստրեսից եւ առհասարակ օրգանիզմը պատրաստ լինի իր նախկին տեսքին գահա մաքսիմալ մոտ 1 տարի ամենաշատը։ Իսկ վիրահատությունից հետո ինչքան ժամանակ պետք չի նախատեսել Աբդոմինոպլաստիկայի դեպքում գերադասելի է գոնե 1.5 տարի սպասել նոր պլանավորել հղիություն։ Ինչ չափանիշներով պետք է պացիենտը ընտրի պլաստիկ վիրաբուժին։ Իմ կարծիքով առաջինը նախ պետք է մի քանի պլաստիկ վիրաբուժի մոտ գնա կոնսուլտացիայի, որպեսզի շփվի եւ հասկանա թե այդ տվյալ պլաստիկ վիրաբուժը իր սրտով է թե ոչ, եւ արդեն խոսելուց, գրագիտությունից եւ փորձից կարող է ցանկացած պացիենտ հասկանալ թե արժի վիրահատվել նման վիրաբուժի մոտ թե ոչ եւ շատ կարեւոր է որպեսզի չվիրահատվել այն վիրաբուժի մոտ, ով որ չեղած խնդիրը առաջացնում ասում անպայման սա պետքա ձեզ սա պետքա, այսինքն չեղած բանը ավելի մեծացնում է, որ ոայ չէ, ինչ վիճակ է բանկո մոտ, դա պետք չի։ Ավելի ճիշտ է այն մարդու մոտ գնալ, ով որ հակառակը, եթե ինչ որ մի բանը ավելի լավ վիճակում է, նենց անի, որպեսզի չվիրահատվի, էլի։ Դոկտոր Շամամյան, ինչպես որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը։ Մանկուց եմ որոշել ընտրել մասնագիտությունը 4 դասարանում եմ, երբ որ պապաս կլինիկայի տնօրեն էր էսթետիկ եւ ես գնում էի այնտեղ այցելում էի, տեսնում էի պացիենտներին, տեսնում էի աշխատանքը եւ այլն վիրահատություններ ու ոնց որ հավանեցի, որոշեցի որ դառնամ իմ ծնողների մեջ մեր գերդաստանում բժիշկ չկա, այսինքն ինչ որ մեկին տեսնելով չեմ որոշել դառնալ բժիշկ, զուտ դուրս եկել է ոնց որ կոնկրետ այդ շարժը, այդ ամեն ինչը շատ չմոռանամ, բայց կոնկրետ պլաստիկ վիրաբույժ եմ որոշել դառնամ հենց այդ ժամանակվանից էլի, ուրիշ բժիշկ չէ։ Այսինքն ինչն է եղել ձեր ոգեշնչման աղբյուրը, մարդկանց գեղեցկացնելը, թե ուրախ լինելը, որ մարդիկ տխուր մտնում ուրախ դուրս էին գալիս ու ոչ միայն էլի ուրախով սահմանափակվում ենք այդ ամեն ինչը ամենակարևորը ոնց որ ուրախ մարդիկ են, այսինքն հիվանդություններ չկան էլի ոնց որ մարդիկ ավելի թեթև են, այսինքն ծանր մթնոլորտ չկա, ավելի խղճի վրա ազդող բաներ, ոնց որ ֆակտորներ չկան, ես մի քիչ խղճից թույլ եմ, դրա համար չէի կարող ուրիշ բժիշկ աշխատել էլի։ Այդքան։ Քանի տարվա փորձառություն ունեք։ 7 տարի արդեն վիրահատում եմ։ Դուք աշխատում եք երկրի
Հենց լսելով կամաց-կամաց հասկացել եմ, որ ճիշտ է ամեն դեպքում։ Իսկ ձեզ մոտ գնային քաղաքականությունը ինչով է պայմանավորված։ Դե որ ասեմ լավ շորերը հակած լնելուց չեմ կարող ասեմ տենց բան։ Փորձով, զուտ փորձի հետ կապված էլի, այսինքն չեմ սխալ պատասխան կտամ, ինչ որ հարցը չեմ հասկանում ոնց ձևակերպեմ էլի պատասխանը։ Այսինքն փորձառությունը հիմնված է արված վիրահատություններից, հա, քանակային առումով։ Այսինքն հա էլի, դե որակից վիրահատական ամեն ինչ վիրահատության ընթացքում տրվող նյութերից, թե նույն անեստեզիայի հետ կապված եւ հետվիրահատական ընթացքը ինչու ոչ այդ ձեր ասած փորձից է։ Այդ տենց դրանով է պայմանավորված։ Այսինքն ավելի լավ է, եթե մարդ արժեքի համար մտածում է վիրահատվի, թե չվիրահատվի, գնա ավելի էժան տեղ անի, այսինքն իրան չի հետաքրքրում վիրաբուժի արած գործերը, աշխատանքը, փորձը ու առհասարակ դոյպոս լինելը թեկուզ հասարակ էջի մեջ, հա, ասեն կարող է տեսնի էջում լավ նկարներ են, բայց ինչա X գումար մի քիչ ավելի թանկ է, գնա այն մարդու մոտ ու մեջում խայտարակ վատ նկարներ կան, օրինակ, դաժե դրան աչք փակեն այնքան որ էժան լինի։ Այդ ինձ թվում է շատ սխալ է, որտեվ արկում ես տանակի տակ ամեն դեպքում էլի։ Շնորհակալ եմ շատ, դոկտոր Շամամյան, ինձ հյուրընկալելու համար։ Ես եմ շատ շնորհակալ, շատ հաճելի եւ ճիշտ հարցազրույցեր, շատ շնորհակալ եմ։